Ոչ կոռուպցիային, կանգար։ Ուղերձը ոչ միայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարբերանշանին է, այլև մասնագիտական կառույցի կրթական իրազեկման ծրագրերի առանցքում։ Ձեռքի 5 մատերը ասոցիացում են հանձնաժողովի 5 անդամների հետ, ինչը նույնականացում է, այսինքն կոլեգիալության հետ եռագույնը արտացոլված մեր տարբերանշանում։ Գլոբուսը խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը անմասն չէ աշխարհում տիրող այս երևույթից, իսկ թափանցիկ գլոբուսը խոսում է նրա մասին, որ հանձնաժողովը գործում է թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքի հիման վրա։ Հակակոռուպցիոն կրթությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացի կարևոր գործիքներից է համարում հանձնաժողովի կրթական հանրային իրազեկվածության ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետը։ Վերջին տարիներին հանձնաժողովը մշակել է մի շարք կրթական իրազեկման ծրագրեր, իրականացրել դրանք տարբեր թիրախային խմբերի համար։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձիկ, հանրային ծառայողները, դասախոսները, մանկավարժները, դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները, քաղաքասեռակցության ներկայացուցիչները, լրագրողական համայնքը, ուսանողներ եւ աշակերտները։ Ինչպես տեսնում եք, հանձնաժողովի թիրախը լայն հանրությունն է։ 2022-25 թվականների ընթացքում հանձնաժողովի կրթական եւ վերապատրաստման ծրագրերին մասնակցել է 15610 քաղաքացի, 200 դասախոս, 1000-ից ավելի մանկավարժներ եւ ծնողներ, մոտ 200 լրագրող եւ քաղաքասեռակցության ներկայացուցիչ, 550 ուսանող, 860 աշակերտ եւ 12800 հանրային ծառայող, որից 9600-ը ուսուցման հարթակի միջոցով։ Հանձնաժողովի պաշտոնական կայքեջում հակակոռուպցիոն կրթություն կոճակի միջոցով անմիջապես հասանելիություն եք ունենում էլեկտրոնային ուսուցման հարթակին։ Մշակված դասընթացները 5 թեմատիկ դասընթացներ, պաշտոնյաները մուտք են գործում իրենց արդեն նույնականացված տվյալներով եւ ընտրում դասընթացը, որին ցանկանում են մասնակցել։ Ինտերակտիվ դասընթացներն ունեն ընթերցանության նյութեր, հարցաշարեր, միջազգային փաստաթղթերի հղումներ, թեստային առաջադրանքներ։ Հակակոռուպցիոն կրթական հարթակը ուղիղ 1 տարի առաջ է գործարկվել, որը հանձնաժողովին հնարավորություն է տվել առցանց ապահովել հանրային ծառայողների վերապատրաստումները։ Արդեն շատ ավելի մեծ թվով ծառայողների հնարավոր է իրազեկել օրենսդրական կարգավորումների կամ ընդհանուր առմամբ բարեվարկության համակարգի տարերի վերաբերյալ։ Այս առումով 2026 թվականի առաջին եռամսյակում արդեն էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով շուրջ 10,000 հանրային պաշտոն զբաղեցնող անձ եւ հանրային ծառայող անցել են վերապատրաստումներ։ Դրանց թվում ունենք բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք, նախարարների տեղակալներ, խորհրդականներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, դատավորներ, քննիչներ։ Դասընթացները հնարավոր է անցնել 3-ից 4 ժամվա ընթացքում։ Դրանք այժմ կամավոր են, բայց չի բացառվում, որ որոշ դասընթացներ պարտադիր դառնան նորընդունված ծառայողների կամ որոշակի պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր վերապատրաստումների համար։ Հարթակը բաց է ոլորտով հետաքրքրվողների համար։ Կոռուպցիայի հաղթահարումը հնարավոր է միայն իրազեկ եւ պահանջատեր հանրության առկայության դեպքում։ Նախատեսվում է ստեղծել բարեվարկության թեմայով համապատասխան մոդուլ նաև ուսուցիչների համար, որպեսզի նրանք ևս վերապատրաստվեն եւ ստանան հավաստագրեր։ Բացի առցանց ձևաչափից տարեկան պարբերականությամբ են նաև իրականացվել հանրային պաշտոնյաների եւ ծառայողների վերապատրաստումներ նվիրված հանձնաժողովի գործառույթներին, հայտարարագրման համակարգին, բարեվարկության տարրերին, նաև այլ թեմաների։ Նպատակն է հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմամբ ստեղծել մի հանրություն, ձևավորել մի հանրություն, որի համար կոռուպցիան ոչ թե խնդիրներ լուծելու ձև է, այլ բացարձակապես անընդունելի վարքագիծ։ Մանուկյանը հիշեցնում է, որ հակակոռուպցիոն կրթությունն ամրագրված է 2023-26 թվականների ռազմավարությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարը համեմատում է հիվանդության բուժման հետ։ Երկար կարող է սպայքարել հետևանքների դեմ, բայց արդյունավետ է այն կանխարգելել մեկ պատվաստմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հարցում կրթությունը այդ պատվաստումն է։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։